Մեռնել մետաղի համար։ Մեֆիստոֆիլի այս արտահայտությունը դարձել է թևավոր խոսք, իսկ այն առաջին անգամ հնչել է 1587 թվականին Ֆաուստ գրքում։ Բարև ձեզ, ձեզ հետ նորից Վարդուհի Սարգսյանն է։ Ինչպես է առաջացել թղթադրամը։ Այս հարցը մենք կքննարկենք այսօր եւ կտեսնենք ինչպես են առաջացել թղթադրամները։ Անցնենք պատմության դասագրքերին, տարիներ առաջ, դարեր առաջ, երբ որ մարդիկ փոխանակում էին ապրանքները, բարտեր էին անում։ Այս սիստեմը իրան չարդարացրեց եւ անհրաժեշտություն առաջացավ ինչ որ մի ապրանք մտածել, ինչ որ մի արժեք մտածել, որ համարժեք կլիներ ապրանքներին ու դրանով կփոխանակեին ապրանքները։ Ու մարդիկ որոշեցին մետաղներից սարքել դրամ։ Տարբեր մետաղներից գերակշռողը պղինձներ, բայց միաժամանակ անց հասկանալի դարձավ, որ պղինձը գնալով արժեքազրկվում է եւ անհրաժեշտություն առաջացավ այն փոխարինել ինչ որ արժեքավոր մետաղով։ Ու այստեղի հայտ եկան ոսկին եւ արծաթը, որոնք մինչեւ այսօր էլ թանկարժեք մետաղներ են։ Ոսկուց եւ մետաղից սարքեցին մետաղադրամներ, դրանով արվում էր առևտուր, ինչ որ ժամանակ դա իրեն արդարացրեց, միջև այն պահը, երբ հասկանալի դարձավ, որ ոսկին ու արծաթը ծանր են, հնարավոր չէ անվերջ տեղափոխել ու առևտրականներ այդ ծանր քսակներով, անապատներով, ոլորան ճանապարհներով տեղափոխում էին մետաղը, որպեսզի այն կարողանային փոխարինել իրենց անհրաժեշտ ապրանքների հետ։ Ու մարդկության առաջ հարց ծագեց, թե ինչ անեն, որպեսզի մետաղը հեշտությամբ տեղափոխեն, ոսկին եւ արծաթը հեշտությամբ տեղափոխվեն։ Առաջացավ թղթադրամ հասկացությունը, գունավոր թուղթ, որը իրենից ոչինչ չէր ներկայացնում, բայց որոշվեց, որ այն պիտի լինի համարժեք ոսկուն եւ արծաթին, այսինքն ապահովի մետաղներով ու ցանկացած ժամանակ մարդկությունը այդ պահին կարողանում էր թղթադրամը հանձնել եւ ստանալ համարժեք մետաղ, ոսկի կամ արծաթ։ Թվում է, թե ամեն ինչ ճիշտ էր պատմության մեջ, բայց այսօր փոխվել է պատմության ընթացքը, փոխվել է տնտեսության ընթացքը, հիմա կբացատրեմ, թե ինչպես։ Ամերիկայի թղթադրամը այսօր ապահովված չէ ոսկով։ Ինչ տեղի ունեցավ, ինչպես դա տեղի ունեցավ։ Ու իրական է ասածս, թե ոչ։ Նորից անցնենք պատմության դասագրքերին։ Առաջին համաշխարհային պատերազմ։ Դոլարը ամերիկյան դեռ այդքան կայուն չէր, այդքան ուժեղ չէր, եւ Ամերիկան էլ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ուներ պարտքեր եվրոպական երկրների նկատմամբ։ Բայց շահեկան էր նրա աշխարհագրական դիրքը։ Պատերազմող երկրներից նրան բաժանում էր օվկիանոս։ Ամերիկան չէր էլ խառնվում պատերազմին, բայց Ռիչարդ Լամոնտը բանկիր հետաքրքիր միտք առաջարկեց, որ կարելի է պատերազմող երկրներին տալ գումար։ Ու այդտեղից սկսվեց տնտեսության նոր պատմություն։ Ամերիկան սկսեց գումարով ապահովել պետությունները պայմանով, որ պատերազմից հետո նրանք կվերադարձնեն տոկոսներով պարտքերը։ Պետությունները պատերազմի մեջ էին, շատ երկար բարակ չէին մտածում, անհրաժեշտ էր հաղթել, ամեն մեկին իր հերթին անհրաժեշտ էր հաղթել։ Եվ բոլորը համաձայնվեցին Ամերիկայի պայմաններին, բոլորը համաձայնվեցին Ամերիկայի տված գումարներին։ Ու այսպես ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը, որից հետո Ամերիկայի միլիոնատերների թիվը շատացավ եւ Ամերիկայի տնտեսությունը աճեց 4 անգամ։ Բայց այս արհեստական, այսպես ասած, հարստացումը, արհեստական տնտեսության աճը Ամերիկայի համար բերեց 30-ական թվականների մեծ դեպրեսիային, որին էլի ծանոթ ենք պատմության դասագրքերից։ Ու էլի այսպես կշարունակվեր, եթե Ամերիկայի տնտեսագետները, բանկիրները էլի մի հանրաճանաչ քայլ չանեն։ Նրանք հիշեցին առաջին համաշխարհային պատերազմը ու իրենց հայացքն ուղղեցին դեպի Եվրոպա։ Իսկ ինչ էր կատարվում Եվրոպայում։ Այդ ժամանակ ռադիկալ հայացքներով Հիտլերը եկել էր, գալիս էր քաղաքականության։ Այդ ընթացքն էր։
Գիտենք, որ Վերսալյան պայմանագրով ամենատուժած երկիրը Գերմանիան էր եւ Ամերիկան սկսեց ֆինանսավորել Գերմանիային, Հիտլերին։ Հասկանալի էր, որ այս ամեն ինչը երկար չէր շարունակվի ու ի վերջո հանգելու է պատերազմին։ Ու սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո պարզ դարձավ, որ պատերազմը միշտ չէ, որ սարսափելի է, այն կարող է նաև լինել շահութաբեր որոշ երկրների համար։ Ու այս ամբողջ ընթացքը շարունակվեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1943 թվականից ի հայտ եկավ Լենդ-լիզ բառը, երբ որ Ամերիկան պատերազմող երկրներին տրամադրում էր արդեն ոչ թե միայն գումար, այլ ամեն ինչ, նաև գումար, տրամադրում էր մթերք, զինամթերք, նավթամթերք, ընդհանրապես ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ էր պատերազմող երկրներին, էլի պայմանով Լենդ-լիզի, որ հետագայում պատերազմից հետո նրանք տոկոսներով այդ ամեն ինչը կվերադարձնեին Ամերիկային։ Ու այսպես շարունակվեց պատմությունը, ընթացքը գիտենք երկրորդ համաշխարհայինի, Ամերիկայի դոլարը աճեց, հասկանալի է, եւ դարձավ արժեքավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պարզվեց, որ աշխարհի ոսկիների 3/4-ը գտնվում է Ամերիկայում, բայց հնարավոր չէ որոշել, թե որը ումն է։ Չհաշված պետությունների ոսկիները, հարուստները իրենք էին իրենց ոսկիները Եվրոպայից պատերազմի տարիներին ուղարկել Ամերիկա որպես ապահով պահուստի տեղ, Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, որտեղ չկար պատերազմ։ Ու ՄԱԿ-ը որոշում կայացրեց, որ քանի որ աշխարհի ոսկիների 3/4-ը մեր մոտ է, մենք էլ ունենք դոլար արդեն կայուն, Եվրոպային էլ անհրաժեշտ էր ոտքի կանգնել, պատերազմ, տնտեսությունը ջախջախված, դե բերեք մենք ուղակի ձեզ դոլարով ապահովենք, դուք ձեր տնտեսությունները ոտքի կանգնացրեք, հետո կորոշենք, որ ոսկին ումն է։ Դա արդեն կմնա մի այլ հարց, դրա համար ժամանակ է պետք։ Պատերազմական տարիներին միմյանց նկատմամբ անվստահությունից, տնտեսությունների այդ կործանված վիճակից ելնելով բոլորը համաձայնվեցին, որ միգուցե արդեն ժամանակն է, որ իրար վստահենք, միգուցե ավելի լավ է իրականում աշխարհը մարդկանց ոտի կանգնացնենք, հետո կորոշենք, թե որ ոսկին ումն է։ Ու այսպես շարունակվեց։ Ամերիկան տպեց թղթադրամները, բաժանեց աշխարհին ու ամբողջ աշխարհի տնտեսությունը ներառվեց, այսպես ասած, դոլարներով, մինչև առաջինը Սովետական միությունը ուշքի եկավ 1950 թվականի փետրվարի 28-ին Կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց ժողովը, որ սովետական ռուբլին պիտի ապահովված լինի ոսկով։ Սովետական միությունը ուներ այդ հնարավորությունը Սիբիրի ոսկու հանքերը, որով որ կարող է ռուբլին ապահովել, իսկ դա նշանակում էր, որ ստեղծվելու էր դոլարին հակադարձ համարժեք միավոր ու աշխարհի տնտեսությունն էր փոխվելու, աշխարհի շատ երկրներ միգուցե միանային Սովետական միության այդ ուղղությանը, որ թղթադրամը նորից պիտի ապահովվի ոսկով։ Բայց չպիտի իրականանար այս ամեն ինչը, որովհետև արդեն ճակատագրի բերումով 1953 թվականին մահանում է Ստալինը եւ այս ամբողջը մնում է օդի մեջ։ Ու Ամերիկան հանգիստ շունչ է քաշում 12 տարի։ 12 տարի էլ ոսկիների հարցը չեն բարձրացնում ոչ մի պետություն, մինչև 1965 թվականին լեգենդար գեներալ Շարլ դե Գոլը, Ֆրանսիայի նախարարը, որ փորձում էր Ֆրանսիայի տնտեսությունը ոտքի կանգնացնել եւ ամեն ինչ անում էր դրա համար, հասկացավ, որ հասարակ ժողովրդի վիճակը չի բարելավում, ինչ որ մի բան պակաս է։ Եվ նա հիշեց Ֆրանսիայի ոսկիները, որոնք գտնվում էին Ամերիկայում։ Ու երկու մեծ նավ բարձելով թղթադրամները, դոլարները, ուղարկեց Ամերիկա, պահանջելով իրենց ոսկին, օրինական ոսկին։ Ամերիկային ոչինչ չէր մնում անել, քանց այդ ոսկին տոննաներով վերադարձնել Ֆրանսիային։ Իհարկե Ամերիկանը դժգոհ էր այս իրադարձություններից, բայց այդ ժամանակ հնչեցին Շարլ դե Գոլի հանրահայտ խոսքերը. քաղաքականությունը շատ լուրջ գործ է,
որպեսզի մենք այն վստահենք քաղաքական գործիչներին։ Ու Ֆրանսիային արդեն չէր էլ հետաքրքրում Ամերիկայի կարծիքը, կարևորը նա իր ոսկիները հետ էր վերցրել ու ուներ տնտեսական աճ։ Այս քայլին հետևեցին Գերմանիան, հետո Կանադան, Գերմանիայի ոսկիները շատ ավելի շատ էին, քան Ֆրանսիայինը, հետո Կանադան, Ճապոնիան ու վերջ։ Իսկ ինչ տեղի ունեցավ, երբ որ պատմությունը վերջացավ։ Հասկանալի է, որ Ամերիկան չէր կարող բոլոր պետությունների ոսկիները վերադարձնել, եթե վերադարձնել նշանակում էր, որ նա լուծարվելու էր, նրա տնտեսությունը պայթելու էր ճգնաժամից։ Ու ոչ շատ, ոչ քիչ Ամերիկայի պրեզիդենտ Ռիչարդ Նիքսոնը հայտարարություն արեց, որ էլ դոլարը կախված չէ ոսկուց։ Սա պատմության մեջ հայտնի է որպես Նիքսոնյան շոկ արտահայտություն, որովհետև աշխարհում ոչ ոք այսպիսի հայտարարության չէր սպասում։ Մինչև այդ մենք գիտեինք, որ ընդհանուր առմամբ այդ թուղթը պիտի որ կախված լինի ոսկուց, թե չէինք իրանով ոչ մի արժեք չի ներկայացնում։ Բայց արի ու տես, մի նախադասությամբ ոսկին առանձնացավ դոլարից։ Աշխարհը շոկի մեջ է, ամբողջ աշխարհը արդեն օգտագործում է դոլարը, նրանց տնտեսություններն են կախված դոլարից, ինչ անել։ Հանել դոլարը նշանակում է ամբողջ աշխարհի պետությունները դեվալվացիայի պիտի ենթարկվեն, ինչ անել, ոչ ոք չգիտի ինչ անել։ Ու այստեղ հնչեցին Ամերիկայի ֆինանսների նախարարի հանճարեղ խոսքերը, այսպես ասած ճակերտավոր Ջոն Կոննելի խոսքերը, որոնք նորից ցնցեցին աշխարհը։ Նա ասեց. այո, դոլարը մեր վալյուտան է, բայց ձեր պրոբլեմը։ Ու աշխարհը մի քանի տարի այս Նիքսոնյան շոկի մեջ չգիտեր ինչ աներ։ Ինչպիսի սիստեմ մշակեր, որ հասկանային, թե ինչ է իրենից ներկայացնում այդ թղթադրամը, թղթի կտորը, գունավոր։ Անցյալ ժամանակ հասկանալի էր, որ արդեն դոլարին չի կարելի, այսպես ասած, ձեռք տալ, որովհետև այն, այսպես ասած, իշխում է բոլորիս տնտեսությունների վրա, եւ մարդիկ որոշեցին, տնտեսագետները որոշեցին, այսպես ասած, մտածել լողացող կուրս։ Այսինքն թղթադրամը առանձնացավ ոսկուց, դոլարը առանձնացավ ոսկուց եւ ընդհանրապես թղթադրամները իրար հետ սկսեցին կապվել լողացող կուրսերով։ Հասկանալի է, որ դոլարի կուրսը ամենաբարձրն էր, նա գերիշխող էր եւ այլն, սա տնտեսական հարցեր են, սրանց չեմ ուզում այսպես մանրամասնեմ, տնտեսագետները ավելի լավ կբացատրեն այս հարցը, բայց այսպիսով ոսկին դարձավ ապրանք, թանկարժեք, բայց ապրանք։ Այս սիստեմին հետևում ենք մինչև այսօր մենք, ինչ կլինի հետո, երբ որ գոյություն չունեցող կրիպտովալյուտան, իրական կյանքում գոյություն չունեցող կրիպտովալյուտան դառնա իշխող, այդ մասին կապրենք, կտեսնենք բոլորս, կքննարկենք։ Ձեր հետ Վարդուհի Սարգսյանն էր։